Բարի երեկո Աստծո ժողովուրդ։ Օրհնյալ է մեր Տեր Աստվածը, ժողովուրդ ջան։ Թող իր սուրբ անունը փառավորվի։ Անգամներ ասել եմ, շատ հաճելի է, երբ որ Աստծո ժողովուրդ հանդիպում են։ Как бы մի շաբաթ առաջ են հանդիպել, հələ տնային խմբակը չեմ ասում, այցելությունը չեմ ասում, այս կարոտը որ տերում ես մեջը, պատկերացնեմ երկինքում ինչ երզեր առնելու։ Չեն հասնելու իրար հետ խոսան, հավիտենությունը բավական չի լինելու իրար հետ հաղորդակցվելու, իրար վայելելու համար։ Օրհնյալ է մեր Տեր Աստվածը։ Մի փոքրիկ համար, մի հատ համար եմ ուզում կարդամ Սաղմոսից 84-րդ Սաղմոսն է, 5-րդ խոսքը։ Եվ մի փոքր խորհենք դրա շուրջ, որից հետո աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Երանի այն մարդկանց, որնանց զորությունը քեզանից է, որնանց սրտերումը պատրաստված ճանապարհներ կան։ Երանի այն մարդկանց, որ ասում են իրանց սրտերում պատրաստված ճանապարհներ կան։ Բերեք մի հատ տենանք, մենք Երանի ենք, թե չէ, մեր սրտում կա պատրաստված ճանապարհ, հարց առաջանում, ինչ ճանապարհ, ում համար, ինչի համար։ Գիտեք, Հովհաննես ուղարկվեց Հիսուսի առաջից, որ ճանապարհ հարթեր Հիսուսի համար, որ սարերը իջեցնեն, ձորերը լցվեն, մենք մեր սրտի համար այդ ճանապարհը պետք է հարթենք Հիսուսի համար։ Եթե մեկի սրտի ճանապարհի մի հատ հպարտության սար կա, հավաստիացնում եմ, դու Հիսուսի հետ չես հանդիպելու։ Եթե մեկի սրտում ճանապարհը ձորերով լիքն է վիրավորանքի, դու ստեղ քարոզի ժամանակ Հիսուսի հետ չես հանդիպելու, քո վիրավորանքն է բարձր խոսալու։ Իսկ լսածդ խոսք ասելու ես ինքն է, սրա մասին է, բայց խի, բայն ինենց ճանապարհ բերեք հարթենք մեր սրտին Հիսուսի համար, որ այսօր իր հետ հանդիպենք։ Աստվածը սա է, կապ չունի ինչ խնդիրներ ունես, կապ չունի ինչքան մեծ երևելի մեկն ես, կապ չունի ինչքան վիրավոր արժե Հիսուսի հետ հանդիպելու այդ ամեն աղբ համարել։ Միայն թե Հիսուսի հետ հանդիպենք։ Գիտեք, երբ որ Հիսուսը գալիս էր Երուսաղեմ, ժողովուրդ արմավեններ էին կոտրել, ճանապարհ են հարթում եւ ամբողջ ճանապարհի ընթացքում բացականչում էին ով սաննա Տիրոջ անունով եկողը, հա հիշում եք, 3 տեսակ մարդ կար այնտեղ։ Մարդիկ այն Երուսաղեմում, որ առհասարակ սրա հետ կապ չունեն, չէին եկել, խաբար չէին ինչա կատարվում։ Դեպի Երուսաղեմ մեջ տանող այդ ճանապարհը, դեպի տաճարը, գաղափար չունեին, չէին եկել պաշտամունքի, համը մարդ իրանց բան ու գործին։ Բայց մարդիկ կան, որ այնտեղ էին, վերևից նայողի դիրքում էին, այս ժողովուրդ էս ոնց են ճանապարհ հարթում։ Էս ինչ են անում, տենասխի են անում, այքես պետք է էտի, թեկուս այնտեղ էին։ Ով հասկանում ինչի մասին եմ խոսում։ Բայց մարդիկ կային, որ այնտեղ են անմիջական կապ ունեն ճանապարհ հարթելու համար։ Այսօր արի ես դու լինենք եւ մարդը, որ ճանապարհ հարթենք Հիսուսի համար, որ գա մեր սրտերի մեջ։ Տերը շատ է ուզում, որովհետեւ շատ ասելու բան ունի մեզ, շատ սովորեցնելու բան ունի մեզ, եւ մեզ շատ օրտելու մենք այդ կարիքը ունենք, բայց մեր այդ ճանապարհները խորթուբորտ կարա արգելք հանդիսանա։ Հիմի ոտքի կանգնին իմ հետ աղոթենք, ասենք Տեր, հրավիրում ենք ես, խնդրում ենք արի մեր մեջ, եւ թող գա Տերը եւ իր գործ անի, իր բարի կամքի համաձայն իր գործ անի մեր ներսում։